Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC Մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնիկ Թավթյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Հակամարտության այս գլուխը փակված է իրական խաղաղությամբ, համատեղ հարցազրույցի ժամանակ հայտարարել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Հաջիևի խոսքով բանակցությունների վաղ փուլում կողմերը լավ հնարավորություն են ունեցել հանդիպելու Բրյուսելում, ինչից հետո երկու երկրների ղեկավարությունները որոշել են շարժվել դեպի խաղաղություն եւ մի կողմ դնել համատեղ ունեցած տարաձայնությունները։ Գրիգորյանը շարունակել է ասելով, որ երկրների ղեկավարությունները մտածում են, թե ինչպես խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան։ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համատեղ հռչակագիր են ստորագրել։ Կողմերը համակարծիք են, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ եւ բարգավաճ հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Նշեմ, որ հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ, հետեւաբար չի ստեղծում իրավունքներ եւ պարտավորություններ։ Սակայն նախքան դա մարդու իրավունքների որոշ կազմակերպություններ եւ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերին, կոչ անելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնել արդար եւ կայուն խաղաղության անհրաժեշտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատարձակումը։ Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում գտնվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։ Դրանց թվում խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական դրդապատճառներով քննադատների եւ այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը, արդեն 4 թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանում գործող եպիսկոպոսների մոտ 1/3-ը։ Զուգահեռ Բերլինի հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են արել Հայաստանի գործող իշխանության գործողությունների դեմ։ Ցուցարարները կոչ են արել դադարեցնել հակաեկեղեցական տերորը եւ քաղաքական հետապնդումները։ Stop the political arrests in Armenia. Stop the church terror in Armenia. Stop the political arrests in Armenia. This is a shame. Stop political arrests in Armenia. Stop political repression. Stop the church repressions in Armenia. Stop the terror against the church in Armenia, the first Christian church. Հայաստանի եւ Եվրամիության միջև հրապարակված նոր փաստաթուղթը վրդովեցրել է Ադրբեջանի։ Բաքվում այն ընկալվել է որպես խաղաղության գործընթացին հակասող քայլ։ Մասնավորապես Ադրբեջանի ղեկավարությունն անընդունելի է համարում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղցի հայեր արտահայտությունը, ինչպես նշված է փաստաթղթում։ Փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը Եվրոպական միության ներդրմանը, նշվում է միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ եւ արդյունավետ կատարման մասին։ Որևէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է, բայց փոխադարձ հայցերի թեման բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում։ Ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի եւ Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանվում են գերեվարված անձինք։ Նաեւ Եվրոպական միություն Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա թրիփի մասին։ Փոխարենը հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից թրիփ նախագծի կյանքի կոչման վերաբերյալ։ Խաղաղության գործընթացին զուգահեռ շարունակվում են մեր հայրենակիցների կեղծ դատավարությունները Բաքվում։ Բաքվի դատարանն անպատասխան է թողել Ռուբեն Վարդանյանի նոր միջնորդությունը։ Արցախի նախկին պետնախարարը ցանկանում է ծանոթանալ գործին առնչվող որոշ փաստաթղթերի։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։
Միքայել Բագրատ եւ Արշակ Սրբազանները նամակ են գրել ԱԱԾ մեկուսարանից։ Սրբազանների խոսքով Հայաստանում գործում է զինված բանդա, որը զբաղված է Կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական պաշտամունքները կատարելու համար։ Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող անհայտ դավանանքի տեր մի անձ, որ զինված մարդկանց ուղղությամբ բացահայտ եւ անթաքույց լկտիությամբ թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ, խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։ Նողկալի է, որ սույն բանդային նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի միացել են նաեւ իրենց եռակի օծումը ոտնահարված եւ մերժած հոգեվորականներ, որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծո դատաստանին։ Սակայն վստահ ենք պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, որտեղ ապօրինի գտնվում ենք այսօր մենք, խղճի կալանավորներս։ Իդեպ նկատի ունենալով, որ եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, փաստաբան Հովհաննես Խուդոյանը 3 դատարանի ներկայացրած դիմումով հրաժարվել են Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից եւ խնդրել հետաձգել նիստը։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին 3 կանչել էին քննչական կոմիտե, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն։ Մանրամասները պատմել է Իշխան Սաղաթելյանը։ Ինձ հրավիրել են քննչական վարչություն, քննչական կոմիտե, Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործի շրջանակներում, գիտեք, այդ գործից կա անջատված մաս եւ տեղի ունենում այսպես կոչված լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալով, հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական որևէ process տեղի չի ունենում, դա ընդհանրապես քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ է եւ ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել։ Նրա խոսքով դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված վարույթը։ Նախնական լսումների առաջին դատական նիստը դեկտեմբերի 17-ին է։ Իսկ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնել հասարակական քաղաքական գործիչ Միրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Համատարած ձերբակալությունների, դիմակավորված խուզարկությունների ու կալանավորումների ֆոնին Փաշինյանը խոսել է բռնության մասին։ Ըստ նրա, բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողներին եւ բռնության դիմողներին պետք է բացահայտեն, արժանացնեն թե քաղաքական, թե իրավական գնահատականի։ Բռնության մասին խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Պաշտպանի գրասենյակի մոնիտորինգի արդյունքը ցույց է տալիս, որ Հայաստանում բռնության տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում։ Աներկբա է, որ բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի եւ արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեն։ Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը, ընդ որում խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանը, այլև հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում։ Ուստի օրակարգային անհրաժեշտություն է եւ այն, որպիսի լրջագույն փոփոխություններ կատարվեն հանրային գործունեության մշակույթի, այդ թվում հանրային խոսույթի տրամաբանության բնագավառում։ Միջազգային լրահոսից։ Այսօր Ուկրաինան նախատեսում է Միացյալ Նահանգներին ներկայացնել խաղաղության ծրագիր, հայտարարել է Զելենսկին եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումներից հետո։ Խաղաղության համաձայնագրին վերաբերող 3 փաստաթուղթ կա։ Առաջինը 20 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթ է, որը անընդհատ փոփոխվում է։ Երկրորդը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, որոնք պետք է ներառեն ցանկացողների կոալիցիան։ Երրորդը վերաբերում է պատերազմից հետո վերականգնմանը, հայտարարել է Զելենսկին։
Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի մարզում կործանված Ան-22 օդանավում գտնվող անձնակազմի բոլոր անդամները մահացել են։ Քրեական գործ են հարուցել թռիչքի նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերանորոգումից հետո պլանային թռիչք իրականացնող Ան-22-ը կործանվել է ընկնելով ամայի տարածքում։ Կործանման շրջանում առայժմ գտել են միայն օդանավի բեկորները։ Ան-22 անթեյը աշխարհի ամենամեծ տուրբոպտուտակավոր օդանավն է։ Այն գործածվում է ծանր ու մեծածավալ ռազմական տեխնիկայի եւ զորքի տեղափոխման դեսանտավորման համար։ Թայլանդի վարչապետը սոցցանցում հայտարարել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի։ Թայլանդի դիրքորոշումը կայանում է ստատուս քվոյի պահպանման մեջ, ոչ մի հրադադար, գրել է երկրի վարչապետը։ Թայլանդի եւ Կամբոջայի սահմանագոտում ռազմական գործողությունների էսկալացիան սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար։ Թայլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը կապիտան Սերգեյ Թերզյանին հանձնել է ոսկե աստղ մեդալը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նրան պարգևատրել է Կրեմլի Գեորգիևյան պարգևով եւ ստացել են պարգևներ նաեւ այլ զինվորականներ։ Թերզյանի շնորհիվ ոչնչացվել է 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա, 6 զրահամեքենա, ավելի քան 150 միավոր ավտոտեխնիկա, անօդաչուների կառավարման կետեր եւ այլն։ Եղանակի մասին առաջիկայում առանց անձրևանոց տնից դուրս չգաք, անձրևոտ օրերը դեռևս առջևում են։ Շրջաններում եւ Երևանում տեղումները կշարունակվեն, Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Եվ վերջում, Պարեկային ծառայությունը 4044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 792-ով ավելի է։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հիշեցնում է ներքին գործերի նախարարությունը։ Այնպես որ հետևեք երթևեկության կանոններին, մի վտանգեք ձեր եւ ուրիշների կյանքը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 12-ին։ Մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։